Հայաստանի Հանրապետությունում շատ է բարձրացել ատելության խոսքի ըստ էության հանգամանքները։ Շատ մեծ ուշադրություն դարձրեք, այ հիմա խոսքս ուղղում եմ Փաշինյանի թիմին, ՔՊ-ին եւ կառավարությանը, այդ թվում նաեւ դիտորդական առաքելություն ունեցող բոլոր կառույցներին։ Շատ ուշադիր նայեք, թե ՔՊ-ին աջակցող սուբյեկտները, քաղաքացիները լավ են անում, որ իրենց քարոզարշավն են անում, բայց մեծ գեներացիա կա ատելության խոսքի լրագրողների նկատմամբ։ Ես ուզում եմ, որ հանրությունը մեծ ուշադրություն եւ աջակցություն ցուցաբերի Անի Գևորգյանին։ Այսօր մենք արդեն համապատասխան լիազորություններով լրագրող Անի Գևորգյանի հետ կապված ունենք արդեն միասին փոխհամաձայնություն նրա շահերը ներկայացնելու մասով։ Անի Գևորգյանի հետ կապված դեպք է պատահել, որը իր լրատվականի հենց եւ իր էջում տեղադրված է իր կայքում, եւ այս հարցը մեծ գեներացիոն պետք է ստանա իրավական պաշտպանության շրջանակներում, որովհետեւ հարգելի լրագրողներ եւ հարգելի քաղաքացիներ, սա նաեւ վերաբերվում է ձեզ։ Ես վստահ եմ, որ եւ ընդդիմադիր դաշտում գտնվող լրագրողները եւ լրատվականները եւ իշխանական դաշտում գտնվող լրագրողները եւ լրատվականների ներկայացուցիչները, այդ թվում նաեւ տիտղոսային, ոչ տիտղոսային ընդդիմության կից լրատվամիջոցները բոլորին վերաբերելի հարց է։ Լրագրողը անկախ նրանից հարգելի քաղաքացիներ, որոնք զբաղվում է ՔՊ-ի լոբինգով։ Դա ձեր սահմանադրական իրավունքն է, բայց ձեր սահմանադրական իրավունքները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են այլ անձի աշխատանքային իրավունքները։ Խուլիգանական դրսևորումներ չի կարելի ունենալ որևէ վայրում։ Լրագրողի գործունեությանը չի կարելի խոչընդոտել որևէ վայրում։ Ատելության խոսքի գեներացիա ունենալ չի կարելի որևէ վայրում։ Սպառնալիքներ հնչեցնել չի կարելի որևէ լրագրողի եւ որևէ քաղաքացու նկատմամբ։ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի առաջի կետը հստակ սահմանում է մեծ ծավալի պարտավորություններ ու այն անձինք, ովքեր մտածում են, որ իրենք որևէ գույքային միավոր չունեն, եւ դա է պատճառը, որ իրենց կողմից դրսևորում են ատելության խոսք, վիրավորանք, զրպարտչական որևէ արտահայտություն եւ մտածում են, որ իրենց ոչինչ չի լինի, որովհետեւ իրենք իրենց հաշվեկշռում չունեն որևէ ակտիվ դրամական միջոցներ կամ գույք անշարժ եւ շարժական, ուստի իրանք չարաչար սխալվում են, որովհետև դատական ակտը չկատարելը ունի հետևանք քրեական պատասխանատվության տեսանկյունից։ Հիմա Անի Գևորգյանի մասով մենք սկսում ենք լայնածավալ պաշտպանություն, լայնածավալ։ Դիմելու եմ բոլոր կառույցներին, որոնք պետական ռեսուրսի տակ են։ Այդ թվում անհատապես դիմելու են ՔՊ կուսակցությանը, հասկանանք իրենց աջակիցները իրենց ՔՊ կուսակցության անդամ են թե ոչ, արդյոք ամենաթողության դրսևորում կա ՔՊ կուսակցության մեջ, արդյոք ՔՊ կուսակցության էթիկայի հանձնաժողով ունեն ներսում 1000 հանձնաժողովներ ունեն, տեղեկացված են իրենց աջակիցները ինչպիսի դրսևորումներ ունեն, ինչու եմ այդպես ասում, որովհետև ամեն ինչ չի, որ տվյալ կուսակցության մեջ ամենայն հարգանքով, տվյալ կուսակցության մեջ գտնվող անձինք, երբ որ լրագրողը հարց է տալիս, իրենք ասում են, որ իրենք գիտեն։ Օրինակ, Արդարադատության նախարարը մեր վերջերս լրագրողի հարցերին պատասխանում էր, որ ինքը լրահոսին չի հասցրել հետևել, ուստի չգիտի, որ օրինակ կամարտով պաստառ պոկելու համար ձերբակալվել է, այնուհետև համապատասխան վայրում է գտնվել հոգեբուժական, դրա ընդեղ էլ հենց ինքը իրեն ինքնասպանության արդյունքում, ենթադրյալ ասեմ, դեռ հələ երևի քննություն է գնում, կախվել է։ Ուստի համապատասխան դիմումներով դիմելու ենք բոլոր հնարավոր կառույցներին, որովհետև քննչական մարմինը Անի Գևորգյանի հաղորդման պարագայում դրսևորել է անգործություն, մինչև հիմա հաղորդումը ներկայացրել դեռ որևէ գործողություն չկա, ուստի ես ձեր ուշադրությունն եմ սևեռում, որ այն հանգամանքին, որ ձեր աջակիցները զսպվածություն չունեն, որևէ լրագրող, դա ձեզ դուր կգա, դուր չի գա,
հաճելի կլինի, կմերկացնի ձեր անգործությունը, ձեր աջակիցների օրինակ գրագիտությունը կբացահայտի, կմերկացնի անգրագիտությունը, կապ չունի ինչ գործողություն կանի, որը տեղավորվում է լրատվության մեջ, դուք բացարձակ իրավունք չունեք, սահմանադրորեն արգելված այն է խտրականությամբ որևէ դրսևորում ունենալ որևէ լրագրողի նկատմամբ։ Սա նրանից է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր սվերաները, ըստ էության բոլոր բաժինները, դա կլինի հաշվապահների դաշտ, լրագրողների դաշտ, չգիտեմ, ասես տարբեր ուսուցիչների, չենք կարողանում դառնալ մի բռունցք։ Պարբերաբար ասում ենք, հատկապես Իսագուլյանի հետ, միավորվեք, ոչ թե դառեք, չգիտեմ, զենք այլ սուբյեկտների համար, այլ հակառակը, միավորման արդյունքում դառեք պատ անօրինական գործողությունների նկատմամբ։ ՔՊ-ի աջակիցներ, ձեր ղեկավարը, երկրի վարչապետը, եղել է լրագրող եւ չի փայլել այնպիսի դրսևորումներով, որը հաճելի լիներ նախկիններին, ներկաններին, անցյալներին, ապագաներին, չի փայլել այդպիսի դրսևորումներով։ Այն սերը, որը դուք ապրում եք Փաշինյանի նկատմամբ, Փաշինյանի այն գործողություններն է, որը հիմա տեսնում եք այն լրագրողների մեջ, որոնց դուք ատելության խոսք եք ուղում։ Այսինքն, միշտ հիշեք, որ պետք է լրագրողը լինի այնպիսին, որ որևէ մեկին հաճելի չլինի, ինքը պետք է արտացոլի իրականությունը, որքան էլ որ դա դառնա։ Հետևաբար բոլոր աջակիցներին, քաղաքացիներին, իմ հետևորդներին հիշեցնեմ, որ երբ որ ձեզանից յուրաքանչյուրի երեխայի, աղբոր, կնոջ, ամուսնու հարցը տեղափոխվում է քննչական կոմիտե, քննիչը խոշտանգում է, հետապնդում է ապօրինի, ովքեր են ձեզ վրա հասնում օգնելու, բացառապես լրագրողները։ Եթե այս տեսախցիկը չլինի, լրատվամիջոցները չլինեն, լրագրողները չլինեն, ձեզանից քանիսներ ունենալու այնպիսի հետապնդումներ, այնպիսի ապօրինություններ, այնպիսի գործողություններ դատավորների հենց կողմից, քննիչների կողմից, դատախազների կողմից, որոնք ուղղակիորեն չեն կարողանալու շտկել։ Քանիսները տեք դիմել։ Օրինակ Անի Գևորգյանը այն տեսակն է, որ նույնիսկ ես խնդրել եմ այս իշխանության հարող ԿՊ անդամ հանդիսացող սուբյեկտների համար տրամադրի եթեր, դատական նիստ նկարի, հարցազրույց վերցնի, բարձրաձայնի տվյալ քաղաքացու խնդիրը։ Հետևաբար բաժանել մարդկանց իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս դա անթույլատրելի է։ Վերջիվերջո ձեր քարոզարշավը ձեր լայվերով չի, որ տարածում է ունենում։ Ձեր քարոզարշավը եւ դուք լսելի եք դառնում բացառապես մի պարագայում, երբ որ լրագրողները կատարում են իրենց աշխատանքը։ Հետևաբար բոլորիդ աջակցությունն եմ խնդրում եւ քանի որ արդեն մենք դա արձանագրել ենք, հայտարարում եմ, որ ես եմ այն փաստաբաններից մեկը, իհարկե կրկին կամ փաստաբաններ, ուղղակի իրենց անունները բարձրաձայնելու թույլտվությունը չունենք, բայց մեկը ես եմ, որ քրեական տիրույթում միանշանակ այս վերջի դեպքերով պայմանավորված, իհարկե հաղորդումը տրվել է միայն ատելության խոսքի մասով, բայց հիմա մենք պատրաստում ենք նաև խուլիգանության ենթադրյալ գործողությունների մասով տարբեր սուբյեկտների հետ կապված, մենք չենք թիրախավորում ինչ-որ մեկի, ով այնտեղ ոստիկանության անգործության են, որ սենց չգիտես ինչ դեմքով կանգնած են ու հանգիստ հետևում են ինչա կատարվում։ Իհարկե այնտեղ եղել են մարդիկ, ում անատապես շնորհակալություն ենք հայտնելու, այսինքն գրելու ենք դիմումով, որ այս անձը նույնականացնելու պարագայում գրելու ենք, որ շնորհակալ ենք իրենց գործողությունների համար, իրենց պարտականությունները կատարելու, բայց կան անգործություն ցուցաբերողներ, որոնք եթե իրանց թվում է, որ իրանք վերևից հրահանգ են ստացել, որ ինչ ասես թողանեն այդ լրագրողի նկատմամբ կամ այն քաղաքացու, որ իրանց դեմ է, հետո իրանց շնորհակալ են լինելու, հիշեք բոլոր այն անձանց առհասարակ ճակատագիրը, ում այդպես է թվացել։ Հիշեք, այս իշխանությունները հայտնի չեն համախմբվածության, ցանկացած պահի եկավ այն հանգամանքը, որ դուք պետքա դառնաք հաց եւ տեսարաններ
դրսևորման սուբյեկտ, դուք դա դառնալու եք։ Ուստի կատարեք ձեր պարտականությունները։ Հարգելիներս, սա էր, որ ուզում էի մենք հանրության հետ կիսվենք մեր մտքերով, այսինքն ձեր իրավունքների տեսանկյունից, եւ որևէ մեկին հանգարց նաեւ այն հանգամանքը, որ որևէ մեկին հանգարց չթվա, որ իրենք մնալու են անպատիժ, կամ որևէ մեկը իրենցից վախենում է, կամ իրենց կեղտոտ խոսույթից որևէ մեկը պախարակվում է, կամ որևէ մեկի բամբասանքից, կամ բարձր լայվում ղժղժոցից, ստացվում է, որ ինչ-որ մեկը կաշտկանվելու է կամ հեղինակազրկվելու է։ Դադարեցրեք դա, հիշեք, որ Հայաստանի Հանրապետությունում պատասխան տալը միշտ կա ու մնալու է, եւ առհասարակ Սահմանադրությունը ինչքան էլ փոխեն, պատասխանատվության հարցը դա առանցքային հարց է։ Ուստի նաև շարունակեք հետևել մեզ, որպեսզի նաև իմանաք ինչ ենք անում այս գործերի շրջանակներով, մեր լրատվականը նույնպես կանգնած է լրագրողի կողքին, սպասեք մեր դիմումներին, որովհետև դուք եք ասում, չէ, դուք տեղյակ չեք, տեղեկացնենք եւ ակնկալենք եւ պահանջենք, որովհետև դուք մեր հարկերը շատ բարձր են, մենք բարեխղճորեն դա վճարում ենք, մեր հարկերով ստանում եք աշխատավարձ։ Մեր հարկերով ստացած աշխատավարձ ունեցող անձին աջակիցը չպետք է հարձակվի մեր հարկ վճարողի վրա, ով ըստ ձեզ հերոս է։ Ուստի, հարգելիներ, շարունակեք հետևել մեզ, ոչ միայն լինելով իրազեկ, նաև լինելով առավելապես պաշտպանված։ Շնորհակալ ենք։